Այս անգամ կպատմեմ կարածս յուբկայի մասին, որը որ կարել եմ հետևորդիս նվիրած այս 3 հատ գնգարապկաների մեջի կտորով։ Իրականում, երբ որ ինքը ինձ ուղարկեց այդ կտորները, իմ մոտ շատ ծանր շրջան էր, իմ հեռախոսը նոր էին գողացել ու ես չունեի ընդհանրապես Instagram-ից դոստուպ ու շատ տխրած էի։ Ու երբ որ վերականգնեցի ամեն ինչ, պարզվեց, որ ինքը մոտավորապես 2 շաբաթ առաջ ա գրել ու ես այս միանգամից հավեսով պատասխանեցի ու շատ ուրախացա։ Հոգեպես շատ ուրախացել էի, որովհետև հեռախոսի ժամանակ շատ էի տխրել, որ կորել էր։ Տենց, քանի որ հեռախոսը մոտս չէր ու ես գիտեի ոնց վիդեոները նկարեմ ու ձեզ պատմեմ այդ ամեն ինչի մասին, այդ ամեն ինչը տենց գրվեց սառուցին։ Բայց կտորները բաց նայել էի ու այս կտորը հենց տեսել էի, որոշել էի, որ ինքը պետքա լինի ծիլագրեիկայի նման ինչ-որ կուրտկա, որը որ ես կհագնեմ աշուն, գարուն, ինչու ոչ ամառ, որովհետև ես եմանեմ ու շատ մրսկան։ Ու տենց մտածում էի, որ ինքը կուրտկա կլինի, բայց երբ որ եկավ ժամանակը արդեն վերադառնալ այս կտորներին, ես մտածի, որ ինքը հոյակապ յուբկա կլինի, որովհետև ունեմ կուրտկա արդեն, որը որ ինձ լրիվ համապատասխանում է եւ օքեյ է, ու ես մի քիչ պրակտիկ մարդ եմ, չեմ սիրում ունենալ մի բանից 1000 հատ, դա յուբկաներին չի վերաբերվում։ Anyway, մտածի, որ յուբկա կարամ իրանից, շատ արագ սոնցը կլոր ձևելով կարեցի յուբկան, աստառը դրեցի մամայի մոտ եղած կտորներից մեկով ու սենց հոյակապ յուբկա կարեցի։ Տեխնոլոգիան յուբկայի սենց է, տակի հատվածս բոր եմ արել, վերևը ռեզինի հաշվարկով, որովհետև ցեպով չէի ուզում, աստառը մի փոքր իրանից փոքր է, որ փուչիկ հատվածը ստաց։ Ռեզինի վրա իհարկե ինչպես միշտ տանջվեցի, որովհետև ռեզինը ամենապրոբլեմատիկ հատվածն է իմ մոտ։ Միշտ կարում եմ, հետո բարձվում է օլորած եմ դրել, քանդում եմ նորից եմ կարում, քանդում եմ նորից եմ կարում, տես մի քանի անգամ։ Կարևորն է նա, որ միշտ վերջում կարողանում եմ լավ ստանամ։ Իդեպ այս յուբկայից 2 տարի առաջ էլի էի կարել վերևը ցեպով, ռեզինի տարբերակը ավելի է դուր գալու։ Այս է վերջնական տեսքը։ Bye։